Ձեր ծառայություններից մեկի ժամանակ ասում եք, որ մարդը եթե չի ապաշխարում, փրկություն չունի, այսինքն մահից հետո դատաստան եւ դժոխք։ Իսկ եթե մարդը բարի վարքով է ապրել կամ ապաշխարությունից գաղափար անգամ չի ունեցել, կամ խնդրում եմ մեկնել Տիրոջ խոսքը, որ ասում է ում գտամ կգտամ ու կողողորմամ, ուրեմն ոչ թե ես եմ ասում, որ մարդը եթե չի ապաշխարում, փրկություն չունի, այլ Աստծո խոսքն է ասում։ Եթե ուշադիր եք, Հովհաննես Մկրտիչը ապաշխարության ավետարան էր քարոզում, ասում էր ապաշխարեք։ Եվ այն մարդիկ, ովքեր գալիս էին մկրտվելու իր մոտ, ասում էր, լսեք, եթե դուք անգամ մկրտվեք, բայց չապաշխարեք, այսինքն ձեր կյանքը չփոխվի, դուք Աստծո խոսքի համեմատ չապրեք, դուք դժոխքից չեք փրկվելու, անգամ մկրտությունը ձեզ չի փրկելու։ Սա Հովհաննես Մկրտիչն էր։ Իսկ ինչ եք կարծում Տեր Հիսուսը ինչ էր քարոզում։ Ընթերցեք Աստվածաշունչը եւ կտեսնեք Տեր Հիսուսը նույն ավետարանն էր քարոզում, նույն ապաշխարությունն էր քարոզում։ Ճիշտ եւ ճիշտ Հովհաննես Մկրտչի խոսքերով ապաշխարեք, մոտեցել է երկնքի արքայությունը։ Այսինքն ոչ թե ես եմ սա ասում, այլ Աստծո խոսքն է ասում, առանց ապաշխարության չկա փրկություն։ Եվ մարդը բարի լինելով չի փրկվում։ Սա ցավալի է այս փաստը շատերի համար, բայց Աստծո խոսքը այսպես է ասում եւ ես ոչինչ չեմ կարող ավելացնել։ Իսկ այն մարդկանց համար, ովքեր որ բարի լինելով մերժում են Քրիստոսին, հաստատ կարամ ասեմ, որ Քրիստոսին մերժելը արդեն իսկ, այսօր դրա մասին շատ խոսեցինք, մեծագույն մեղքերից մեկն է, եւ Տեր Հիսուսը ասում էր Սոդոմին ու Գոմորին ավելի հեշտ կլինի, քան Քրիստոսին մերժողին դատաստանի օրը տանջանքների մեջ։ Սա չի նշանակում Սոդոմին ու Գոմորին լավա լինելու, այլ նշանակում է, որ ավելի մեծ պատժի արժանանալու նա, ով Քրիստոսին է մերժում։ Հիմա այն մարդիկ, որ չեն էլ լսել ավետարանի ինչա լինելու, այս մասին ես կասեմ հետեւյալը։ Մենք կտեսնենք այդ մարդկանց դատաստանը եւ կասենք. Տեր, դու արդար ես։ Այսինքն կրկին, սա մեզ ասվել է, եթե հնարավոր լիներ առանց Քրիստոսի խոսքի փրկվել, Քրիստոս մեզ չէր ուղարկի մինչև աշխարհի ծայրեր, ասեր գնացեք ավետարանը քարոզեք ամեն արարածի, ով հավատա կփրկվի, ով չհավատա կդատապարտվի։ Եթե հնարավոր լիներ առանց Քրիստոսի փրկություն, իմաստ չէր ունենա քարոզության եւ ավետարանը աշխարհով մեկ տարածելու։ Իսկ ում կգտամ, ում կողողորմամ, նշանակում է դուք մի որոշեք ով է դժոխք գնում, ով դժոխք չի գնում։ Դա ես եմ որոշում։ Եվ դա չի նշանակում ես իմ սկզբունքները խախտելու եմ։ Օրինակ դուք ինչ գիտեք մարդը մերժեց, թե չմերժեց։ Գուցե 14 տարեկանում իրեն ավետարան են խոսել եւ ինքը ամբողջ կյանքը ապրել է անհավատի կյանքով, մահվան մահճի մեջ հիշում է, ապաշխարում է եւ գնում է երկինք։ Դու ինչ գիտես, որ իրան դժոխք ես ուղարկում։ Այսինքն մենք չենք կարող ասել, մենք կարող ենք սկզբունքը ասել, բայց մարդը ապաշխարեց գնաց երկինք, թե չապաշխարեց գնաց դժոխք, մենք չենք կարող իմանալ, որովհետև դա իր եւ Աստծո միջև է կատարվում։ Մենք չենք մարդկանց դժոխք կամ դրախտ ուղարկողը։ Ոչ մի մարդ այդ իշխանությունը չունի, բայց մենք կարող ենք Աստծո խոսքի սկզբունքները փոխանցել։ Առանց ապաշխարության չկա փրկություն։ Չեմ ասում, սա Աստծո խոսքն է ասում։